Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրականում տենց է, ես մի անգամ բանի ժամանակ կառավարության նիստի ժամանակ կարծեմ խոսեցի դրա մասին, համենայն դեպս նախարարին ես մեր դպրոցականների իմացությունը այո, բայց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մակարդակը։ Հոգեբանական պատրաստվածության մակարդակը։ Դեպքեր ա լինում, չէ՞ որ ուզում ենք հասկանանք, լավ, ինչի է այդ ամեն ինչ տեղի ունեցել։ Ինչի է տեղի ունեցել։ Եվ հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով։ Հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Դե եկեք չասենք սա։ Եկեք չասենք սա, բայց ինչքան կլինի չասել սա։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրոք ավելի լավ է այդ խնդիրները ձևակերպել ու հասկանալ, որ այս իրավիճակ ունեն, որպեսզի կարողանանք նաև լուծումների գնալ եւ ճիշտ եք, որ այստեղ աջակցության կարիք կա ու մենք մի փորձնական ծրագիր ենք արդեն մի քանի ամիս է մեկնարկել, ընտրել ենք 60 հոգի, որոնք մեր գործընկերների հետ համատեղ անցնում են առանձին դասընթացների շարք, որը պետք է օգնի ավելի լավ պատրաստվել եւ այդ պիլոտային ծրագրի ամփոփումից հետո նաև կհասկանանք, թե ինչ բովանդակության դասընթացներ պետք է հնարավոր դարձնենք դպրոցի տնօրենների հավակնորդների համար, որպեսզի վերջիններս նաև կարողանան պատրաստվել դպրոցը կառավարելուն։ Չնայած պետք է ցավով ասեմ, որ իրականում մենք այդ խնդիրը նկատում ենք ոչ միայն այն մարդկանց մոտ, ովքեր որ նախկինում դպրոցի տնօրեն չեն եղել եւ հիմա դիմում են այդ պաշտոնի համար, այլ նաև մարդկանց մոտ, ովքեր որ մեկ շրջափուլ, որը 5 տարի է կամ 2 շրջափուլ կամ ավել աշխատել են որպես դպրոցի տնօրեն, բայց սա նաև օբյեկտիվ հիմնավորվածություն ունի, պարոն վարչապետ, սա կուզեմ ընդգծել, որտեվ մեր պահանջները դպրոցի տնօրենից նախկինում եղել է թե վարչատնտեսական, թե բովանդակային։ Եվ քանի որ ինչպես դուք նշեցիք, մեր դպրոցական շենքերի մեծ մասը գտնվում են մեղմ ասած ոչ բարվոք վիճակում, այդ մարդկանց զգալի մասը, նաև իր աշխատանքի զգալի մասը նվիրել է հենց դպրոցի շենքի, գույքի, ամենատարրական այսպիսի հարցերի լուծման ու բովանդակային հարցերով զբաղվելու ժամանակ հաճախ չի մնացել։ Ու մեր այս փոփոխությունը վարչատնտեսական կառավարումը տարանջատել բովանդակային կառավարումից ըստ էության նոր պահանջ է առաջադրել նրանց համար, որ պիտի կենտրոնանան արդեն պետությունն ասել է շենքի եւ գույքի հարցը ես հոգում եմ եւ դա առանձին նաեւ հետո շահագործման պահպանման հարցերն եմ կարգավորում եւ այս մարդիկ հիմա պետք է ընդամենը կրթության որակի ու բովանդակության համար պատասխանատու լինեն, ինչը իրենց համար էլ նոր է։ Եվ պարզ է, որ այս համակարգում մենք ժամանակի կարիք ունենք, որ դա տեղի ունենա, բայց մի բան էլ կուզեի ընդգծել, հիմա մեր վրա նաև կա որոշակի այդ թվում հանրային ճնշում, որ ձեր նշած ցուցանիշներն են, այսինքն որ ըստ էության 100-ից 5-ն է, որ անցնում է այս գործընթացով, բայց շատ կարևոր է, որ մենք պահանջները չնվազեցնենք դրա արդյունքում, այլ կարողանանք այդ կարողությունների զարգացման բերել այդ կառավարման մակարդակին։ Շնորհակալ։ Տիկին Անդրեասյան, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ել եմ ասում, մենք որպես կառավարություն տվյալ դեպքում ուսուցչի կեցվածք պետքա չընդունենք։ Մենք ուսուցիչ չենք, մենք բան չենք, մենք վարժապետ չենք, մենք ծառայություն ենք իրականացնում եւ մենք ընդհանրապես լավ կլինի, որ այս իրողությունները արձանագրելով բոլորս մեր հանրապետությունում ելնենք հետևյալ իրողությունից։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք եւ սկսենք կառուցել սրա վրա, որպեսզի մարդկանց մոտ դիմադրություն չառաջանա, որ այս եկել են մենք ես այսքան տարվա մանկավարժ եմ, եկել են ինձ սովորեցնում են։ Ոչ մեկին ոչի բան չի սովորեցնում։ Մենք առաջին հերթին ինքներս ենք ուզում սովորել եւ պետքա սովորենք։ Եվ ամոթ բան չկա, ել եմ ասում։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց, գալիս է տարվա վերջում աղմուկը։
Այս ոստիկանությունը սա ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, ի ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Դե եկեք գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմա եւ այո անվտանգության խնդրեմա, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը սկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնենք։ Ես այդ բանը, այդ ընդհանրապես էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Էս ինչա զոհերի թիվը, էս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում, որովհետև 90%-ը հարցում անենք, էլի այդ արդյունքը կստանանք, երեք այդպես խումբեր, լավ 80%-ը, լավ 60, լավ 40, լավ 50։ Բայց պետք է առերեսվենք, չի կարելի, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, անընդհատ։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հələ իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Ու պետք է հասկանանք, այսինքն հասկանալու ձևը էս է։ Մենք հլավոր բան ենք անում, այն ժամանակ հələ նոր եկել ենք սենց տառապելով, որ չենք կարող հարցը լուծենք, եկել ենք այս եզրակացության։ Բա պատկերացնեք, մենք սկսենք այս եզրակացությունից։ Մենք հենց այդ կանխաբարկածով ենք եղել, որ այդտեղ պետք է զգուշ լինել, բան չլինել եւ այլն, բայց իրողությունները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս։ Եվ պետք չի ուրիշների մասին խոսել, ուրիշներին նեղացնել, արձանագրենք, որ բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք, պլյուս մինուս մի քիչ, բայց միջին վիճակագրորեն բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք։ Ինչ ուրիշների հիմա ասում ենք, մեզ էլ է վերաբերվում, մեզնից յուրաքանչյուրին էլ է վերաբերվում, եթե տենց չառաջնորդվենք, ոչ մի բան էլ չի ստացվի։ Խնդրեմ, կան այլ մտքեր։ Ըստ այդմ առաջարկում եմ հարց դնել քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Տիկին Անդրեասյան, դե այս թեմաների շուրջ աշխատանքային կարգով է քննարկենք եւ մտածենք, եւ մեր մյուս գործընկերներին է խնդրում եմ իրանց ոլորտներում մի հատ այս դիտանկյունից նայեն հարցերին։ Շատ կարեւոր բան է։ Այս դիտանկյունից ես խոստանում եմ բոլորիդ, որ ես ինքս ինձ չեմ ուզում ասեմ նայում եմ, նայել եմ, կնայեմ այդ դիտանկյունից։ Խոստանում եմ պաշտոնապես։ Բայց խնդրում եմ, որ բոլորս ամեն մեկս մեզ եւ մեր ոլորտներին այս դիտանկյունից նայենք։